Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես ընդհանրապես շատ կարճ կներկայացնեմ, որ նժարի անունից րոպեներ հետո մենք հանձնանքի մասին հաղորդում ենք ներկայացնելու հաղորդման հիման վրա գլխավոր դատախազից պահանջում ենք քրեական վարույթ նախաձեռնեն հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող եւ հսկողության իրականացնող խորհրդի, ինչպես նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների խախտմամբ իրականացվող գործունեության համար ըստ էության մենք պահանջում ենք առնվազն երկու իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկել, որովհետեւ այդ իրավաբանական անձին դրանցում աշխատող պաշտոնյաները չեն հարգում Հայաստանի Հանրապետության օրենքները, ընդ որում չեն հարգում այն օրենքները, որոնք ընդունվել են Փաշինյանի օրոք եւ ընդունվել են այդ երկու իրավաբանական անձանց գործունեությունը ի նպաստ իշխող ռեժիմի համար ծառայեցնելու։ Այսինքն իրենց հարմար օրենքը գրել են եւ այդ օրենքը չեն ապահովում։ Կրկնակի հանցանք են գործում։ Եվ կարծում եմ այն հիմնավորումները, որոնք ներկայացրել ենք, նաև նժարը իրականացրել է հետազոտություն եւ անձեն աչքով նկատելի է, որ դիցուք հաղորդումներից մեկը, որը հեռարձակվել է, որը քաղաքական, հասարակական հանրային բնույթ ունի, 80%-ից ավել դեպքերում հաղորդմանը ուղիղ հրավիրվում է միայն ԿՊ-ն կամ որևէ նախարար կամ իշխող կուսակցության վարչության որևէ անդամ։ Ընդդիմության մասին ընդհանրապես խոսք չկա եւ կարծում եմ հիմնավոր է, եթե դատախազությունը հետամուտ եղած լիներ այս երևույթին, ապա շատ վաղուց արդեն գործերը հարուսած կլինեին, քանի որ իրենք չեն արել, ստիպված ենք այս բան մենք ներկայացնենք հաղորդումը։ Հաղորդումները բավականին շատ են, մենք թվարկել ենք, ես կարող եմ դրանցից մի քանիսի մասին ասել, օրինակ մեծ բանավեճ դուրերից հետո գնացող հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ, հանրային քննարկում Տաթև Դանելյանի մոտ, հարցազրույց Աննա Դանելյանի հետ եւ այլն։ Սրանք այն հաղորդումներն են հատկապես, որոնք ունեն լսարան մեծ, հեռարձակվում են ամենալավագույն ժամերին հեռարձակումների համար, նրանցում հրավիրվող հյուրերը վերլուծությունը ներկայացված է, օրինակ այդ հաղորդումների ժամանակ մասնավորապես հարցազրույց Պետրոս Ղազարյանի մոտ հեռարձակվել է 217 անգամ 2025 թվականին։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցուց որևէ հոգևորական չի հրավիրվել, սակայն հրավիրվել է 5 կարգայլուց եղած հոգևորական։ Հրավիրվել է 217 հաղորդումից 136-ը միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից են հրավիրվել։ Մանրամասն վերլուծությունները ներկայացել ենք, եթե դատախազությունում հետամուտ լինեն, ապա առանց վարանելու կհարուցեն քրեական գործ, կնախաձեռնեն քրեական գործ եւ ինչպես նշեցի, խորհրդին եւ հանձնաժողովին կենթարկեն քրեական պատասխանատվության։ Պետրոս Ղազարյանը ընդդիմադիրների հարցազրույցների ժամանակ, որոնք հրավիրվում են եթեր, հաճախ կրկնում է, որ ընդդիմադիրները հաճախ հրաժարվում են իր մոտ հարցազրույցի գալուց։ Այդ մասով ինչ-որ պարզաբանում ստացել եք կամ գուցե չգիտեմ։ Ես տեղեկություններ չունեմ, ես չեմ հետևում վաղուց եւ չգիտեմ Պետրոս Ղազարյանը ինչով է զբաղված։ Մենք պատրաստ ենք, ընդդիմադիր ենք եւ պատրաստ ենք, եթե հրավիրեն, մենք պատրաստ ենք այնտեղ հենց։ Այսինքն տեղերով փոխվեն։ Դուք հրավեր չեք ստացել։ Նայեք, ասեմ, իմ գործընկերը ստացել էր հրավեր սեպտեմբերին, նրանից հետո եւ մեր մի ուրիշ գործընկերոջ հրավիրել էին եւ թույլ չտվեցին խոսալու, նույնպես զրպարտեցին իրան, քանի որ ինքը ներկայացրեց որպես նժարի համահիմնադիր եւ դրանից հետո իրան ասին դուք 1% էլ չէիք ստացել, անցած իսկ նժարը նոր ստեղծած կուսակցությունա, քանի որ այդ մարդը եղել էր միջև այդ ուրիշ կուսակցության անդամ, իրանք փաստերը մանիպուլյացիա անելով ուզում էին նժարի բանը գցեին։ Հասկանալի է, հա, իրանց գործելի ոճը դա անընդունելի է, բայց մենք պատրաստ ենք, եթե հրավիրեն, մենք կարող այս ամեն ինչը ներկայացնենք այնտեղ, մասնակցեն բանավեճերի, եթե պետք է։